Եթե վերջին որ կար ժամանակահատվածը վերցնենք, վերջին 2%-ն է բեկանվում, մարզեր կան, որտեղ 9%-ն է բեկանվում։ Եվ սա եւս խոսում է նրա մասին, որ հենց բարեկի կողմից բեկանվան դեպքերի մասն է խոսքը, ոչ թե վերադասության կամ դատական կարգով։ Եվ սա եւս խոսում է նրա մասին, որ միասնական մոտեցում չկա։ Այստեղ հաջորդ խնդիրը նաև այն է, որ պարեկները երբեմն անտեսում են խախտում անող վարորդներին, քանի որ ներգրավված են կանոնադրությամբ չնախատեսված գործառույթների իրականացման մեջ, հա, օրինակի համար, ու եթե պարեկը ներգրավված է ուղեկցման մեջ, ինքը պետք է ուղեկցում սպասարկի, հա, իր ներկայությամբ կարող է ճանապարհային ուղակի բեսպրեդել լինել եւ ինքը ստիպված լինի չարձագանքել, իր տեղում կանգնած մնալ, եւ սա կողքից նայող քաղաքացիների մոտ շատ վատ տպավորություն է ստեղծում, որ այ Հայաստանում նորից անպատժելիություն է, սենց տպավորություն է ստեղծում, ինչը բավական խնդրահարույց է։ Եվ իհարկե ընդհանուր առմամբ անդրադառնում է ընդհանուր վարորդական կարգապահության վրա։ Եվ նաև վերջին ենթախնդիրը այս բաժնի դա այն է, որ պարեկները հաճախ ուղղակի ներեցեք բառապաշարս հավես չեն ունենում իրավախախտների հետևից գնալ, իրավախախտներին վարչարության ենթարկել, առավել ևս եթե զգում են, որ սա ինչ որ կոպիտ ասած թափով մարդ է, այնպիսի մարդ է, ով կարող է հանգարց իրանց համար ինչ որ խնդիրներ կարող է ստեղծել, սա պայմանավորված է մի քանի հանգամանքով, առաջ եւ ուղղակի անտեսում են չեք խախտումները, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սա նորից բավական տարբերվում է գումարտակից գումարտակ եւ կան գումարտակ հրամանատարներ, որոնք այլ միջավայր են ստեղծում, բայց կան գումարտակ հրամանատարներ, որոնք որ ըստ էության իրենց ենթակաների մոտ չեն ստեղծում այնպիսի միջավայր, այնպիսի տպավորություն, որ իրանք իրանց մեջքի հետևում կանգնած են։ Եվ սա եւս էական խնդիր է, այս հարցը պետք է լուծվեր նաև պարեկային ծառայության մոնիտորինգի կողմից, որը պետք է պատշաճ վերահսկեր եւ գնար այն պարեկների կողմից, որոնք տեսնում, բայց ոչինչ չեն ձեռնարկում երթևեկության կանոնների խախտման դեպքերով, բայց ցավոք մենք տեսնում ենք, որ մոնիտորինգի ծառայությունը իր գործառույթները պատշաճ չի կատարվում եւ նաև իմպլեմենտացիայի առումով էլի օրինակ այստեղ շատ օրինակներ կան, էլի այս վերջի ենթախնդրի տակ շատ օրինակներ կան, օրինակ ձմեռային անվադողերի մասով, հա, բոլորս ականատես եղանք, դրա մասին շատ լուսաբանվեց, որ այ կառավարությունը համապատասխան որոշման մեջ, 2007 թվականի 955 որոշման մեջ փոփոխություններ ա կատարել հավելվածի մեջ եւ ձմեռային անվադողերի հետ կապված կարգավորումներ ա մտցվել, բայց հետո երբ որ նայում ենք վիճակագրությունը, թե լավ իրականում հանրապետությունում քանի վարորդ է վարչարության ենթարկվել X ժամանակահատվածում այդ ոչ ձմեռային անվադողերով կամ այդ կարգավորումները խախտելու համար, տեսնում ենք, որ իրականում կառավարության որոշման իմպլեմենտացիան համարյա թե չի իրականացվել։ Եվ մի քանի խնդիր մենք նաև առանձնացրել ենք օրենսդրության հետ կապված, իրականում օրենսդրության հետ կապված խնդիրները շատ են, եւ սա չեմ ուզում նշել որպես ամբողջականություն, բայց մի քանի խնդիր նշեմ։ Մեկը դա այն է, որ պատժիչ մեխանիզմներ ապահովող օրենսդրությունը, քրեական օրենսդրությունը եւ վարչական իրավախախտումների օրենսգիրքը ըստ էության խրախուսում են մարդկանց, որ մարդիկ չստանան վարորդական վկայական, որովհետև գործող կարգավորումներով, եթե դու չունես վարորդական վկայական, դու չես կարող զրկված վարորդականով մեքենա վարելու համար քրեական պատասխանատվության ենթարկվել։ Դու կարող ես վարորդական չունենալով վարել, բռնում են, ոնց էր ասում, հա, բռնում են, դու գանվում ես, մուծում ես, էլի քշում ես, դու գանվում ես, մուծում ես, էլի քշում ես եւ որևիցե ավելի լուրջ լծակ պետությունը այսպիսի պահվածք ունեցող վարորդների համար չունի, այնինչ զրկված վարորդների համար, այսինքն վարորդների համար, որոնք որ վերցրել են, ստացել են վարորդական վկայականը, ավելի համեմատաբար ավելի օրինական պահվածք են ունեցել, ստացել են վարորդական վկայականը, հետո դրանից զրկվել են, իրանց մասով պետությունը ավելի լուրջ գործիքակազմ ունի։ Այս հարցը մի անգամ եւս լսումների ժամանակ քննարկվել է եւ կարծում եմ, որ ամեն դեպքում պետքա քրեական օրենսդրությունում փոփոխություններ կատարվեն։
Եվ հաջորդը վերաբերում է նրան, որ մի շարք արարքներ, որոնք աշխարհի տարբեր երկրներում արդեն ըստ էության զանցանք են համարվում, Հայաստանում դեռևս որևիցե կերպ պատժելի չեն։ Օրինակ վտանգավոր երթևեկությունը, որը վարչական իրավախախտումների օրենսգրքով առանձին սահմանված արարք չէ, բայց աշխարհի շատ երկրներում ոչ միայն զանցանք է համարվում, այլ նաև երթևեկության կանոնների ամենակոպիտ խախտումներից մեկն է, այսինքն վտանգավոր երթևեկությունը շատ ավելի կոպիտ խախտում է համարվում, քան օրինակ լուսացույցի արգելող նշանի տակ երթևեկելը։ Այնինչ Հայաստանում դա որևիցե կերպ պատժելի արարք չէ, ինչը կարծում եմ եւս պետք է փոխվի։ Այստեղ իհարկե իրավաբանները կասեն, որ մեկնաբանությունների եւ իմպլեմենտացիայի հետ կապված ճշգրիտ իմպլեմենտացիայի հետ կարող են խնդիրներ լինել, բայց ավելի լավ է մենք ունենանք ճշգրիտ իմպլեմենտացիայի հետ խնդիրներ, ավելի լավ է մենք ունենանք դատարանում, այո, միգուցե բարձր տոկոսով բեկանված ակտեր, բայց ամեն դեպքում գոնե վարորդների համար հստակ լինի, որ վտանգավոր երթևեկությունը, տենց մի քիչ ժողովրդի լեզվով ասած շաշկի խաղալը պատժելի արարք է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Յանիսյան, պարոն Բաբայան, պարոն Յանիսյանին հարցեր չեն կարող լինել, որովհետև ինքը զեկուցող է, հիմնական զեկուցող չի, բայց դուք եթե մտքերի փոխանակման ժամանակ կունենաք բան ասելու, առանձին կասեք։ Շնորհակալություն պարոն Յանիսյան։ Ձեր նշած հանգամանքները իրականում ստուգման ենթակա եւ արժանի հանգամանքներ են, հատկապես պաշտոնյաների հետ կապված վարույթները, որ դուք նշեցիք, որոշակի առանձնահատկություններ ունեն, կարծում եմ սա մի հատ պետք է անպայման ստուգման ենթարկվի, բայց մի բան էլ ասեմ, օրինակ 2 տարի առաջ ես վերլուծություն արեցի, շատ թռուցիկ մակերեսային եւ պարզվեց, որ մեր падգամավորներից 2 տասնյակից ավել մարդ ունեն տուգանքներ, լուրջ տուգանքներ, անգամ մենք ունենք падգամավոր, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից էր զրկվել եւ այս մասով ես որոշակի առանձնահատկություններ չտեսա, տեսեք, պարոն Թոմասյանը ստե նստած ազգային ժողովի մոտ իրան արձանագրել են հեռախոսով խոսելու համար հենց ազգային ժողովի ավտոտնակի մոտ եւ ողջունում եմ սա, բայց ամեն դեպքում ձեր նշած փաստերը ենթակա են ստուգման։ Խաչատրյան, եթե թույլ կտաք, ես ուղղակի ասեմ, որ այս առումով իհարկե վերջին 5 տարում պրոգրեսը առերևույթ կա, շատ մեծ պրոգրես կա, բայց իմ ասած երևի պետք է ավելի ճշգրիտ արտահայտվեի, պրոգրես կա, բայց այդ պրոգրեսը դեռ բարելավելու տեղ ունի։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, եթե կարելի է պարոն Յոնիսյանը գնալու է, հարցեր ունենք։ Հարցեր չեն կարող լինել, որովհետև ինքը հիմնական զեկուցող չի։ Բայց ինքը այսօր ոստիկանության մասին օրենքը բերողն է, ինքը սահմանալության օրենքի բերողն է։ Խնդրում եմ հաշվի առեք։ Խոսքը տալիս ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ պարոն Հովհաննիսյանին։ Խնդրեմ պարոն Հովհաննիսյան։